Ուրեմն ուժեղ պետական գործիչ Ավինյան Տիկոն հայտարարում է, որ Ծառուկյանից խլել են մուլտիվելնեսի շենքը։ Դա Խանջանի վրա գտնվող ֆիթնես ակումբն է, որտեղ հազարավոր երևանցիներ առողջանում են, ժամանց են անցկացնում։ Ինչևէ, առայժմ շենքն են խլել։ Հիմա ըստ ամենայնի մինչև կոմերցիոն ընկերության խլումը, այսինքն մուլտիվելնեսի, ըստ ամենայնի Ծառուկյանից վարձ կպահանջեն, շենքի վարձակալություն, դե հետո կխլեն մնացածը, արդեն բիզնեսը։ Իսկ ընդհանուր առմամբ այսօր հայտնի դարձավ, որ ուրեմն դատախազը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք եւ 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Multigroup կոնցեռնը, Multi Avtotrans SPN, Onira Club SPN եւ այլ իրավաբանական անձինք։ 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, այսինքն մոտ 290 միլիոն դոլար, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը եւ ծախսը, ինչպես նաեւ տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը եւ 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։ Մոտ միլիարդ դոլար խլում են Ծառուկյանից։ Դրան պլյուս այսօր Բադոյան Սյուզին գրել էր, թեպետ պաշտոնական տեղեկատվություն չկա, Բադոյան Սյուզին գրել էր, որ Ծառուկյանից նաև խլել են եւ կառավարությանն են փոխանցել Արարատ ցեմենտը։ Եվ բաժնետոմսերը Արարատ ցեմենտի եւ կառավարումը այժմ կառավարությանն է։ Առնվազն միլիարդ դոլար տանում են այդ մարդուց։ Դե ինչ ասենք, ժողովարդապետը խոսացել էր, չէ՞ որ Մարտա ասեց, տարածի մեջ բերում են Դոդը, Կալուգասին ու Ռոբը հացին կակա են ասել։ Ծառուկյանի համար այդ ժամանակը մոտեցավ, դե Կալուգասուն ինքը չի կարող այդ օրը հասնել, որովհետև Կարապետյանի ունեցվածքի ընդամենը չնչին մասն է Հայաստանում, լավագույն դեպքում Կարապետյանից խլի էլ ցանցը, լիքտիաբար, այդ տաշիրպիցաները երևի ինչ-որ մի քանի բան եք ունենա, հյուրանոցներ, բայց թե նրա ունեցվածքի 90%-ը, 80-90%-ը դրսում է։ Իսկ Քոչարյանի մասով ինչ ասեմ, Քոչարյանի երևի կխլի ստեղն չկա, պլյուս Թրամփին գերնա, չէ, Փաշինյան Նիկոլը, կխլի Քոչարյանի ունեցվածքը Ամերիկայում արգրավել, դե Թրամփը դա կանի, դրա համար ինչ այն մարդը Իլոն Մասկի վրա այլ մարդ թափտալիս է այդ աղախելով մնակ սնակասն հիմա Քոչարյան եղածն ինչ է։ Ինչևէ, դրան պլյուս օրեր առաջ կալանավորվեց Ծառուկյանի թիմակիցներից մեկը, ավելի ճիշտ Թևանյան Անդոյի թիմ գործընկերը Արեգնազ Մանուկյանը, անչափած երեխայի մայր։ Ուղղակի հիշեցնեմ, որ երեխային մորից զրկելը անչափահասի, դա կտանք է համարվում այս կոնվենցիայի միջազգային իրավունքի, բայց քրեական գործը դնենք մի կողմ Արեգնազի, բայց դժվար է պատկերացնել, որ հնարավոր չէր այդ կնոջը պահել ազատության մեջ եւ նախաքննությունը վարել, դատաքննությունն էլ հետ իմաստը որն է այդ զայրայեղ խափանման միջոցին դիմելը, այն է անչափահաս երեխայի մոր հանդեպ, իհարկե իմաստ չկա, բայց պատճառ կա, պատճառը Փաշինյան Նիկոլի եւ ընդհանրապես աշխարհի բոլոր արևմտականների ֆաշիզմն է։ Սա տարական ֆաշիզմի դրսևորումն է։ Նաև հիշեցնեմ, դեպի ցավով հիշեցնեմ, որ Թևանյան Անդոն էլ էր հեղափոխական։
Այն ժամանակ, երբ Քոչարյանը հանձնարարել էր Ծառուկյանին, դե հիմա գաղտնիք չէ, կարելի է ազատ խոսել, որ Ծառուկյանի կուսակցությունը քոչարյանական պրոյեկտ էր, առաջի երկու գումարման ցուցակները ընդհանրապես կազմվում էին նախագահականում։ Նրանք Վիկտոր Սոլոմոնյանի հետ ինչ գործում էր Ծառուկյանի ցուցակում։ Ծառուկյանը տեղյակ չէր իր ֆրակցիայում ով այն, ում նախագահականից ուղարկում էին, ընդգրկում էր։ Իդեպ ասեմ, որ այդ ժամանակ 2007-ին Փաշինյան Նիկոլն էր երազում հայտնվել Ծառուկյանի ցուցակում, բայց նախագահականից դեմ եղան դրան եւ գործողեցին Նաիրա Զոհրաբյանին։ Եվ այդ օրվանից Փաշինյանը դարձավ ողերի թշնամի եւ Քոչարյանին եւ Ծառուկյանին, իսկ քանի որ Ծառուկյանը նրա համար նաեւ բարի գործար է, Ծառուկյանին ավելի շատ է պատժում, քան կպատժեր մեկ ուրիշին։ Ես ինչ ասեմ, հիմա Ծառուկյանն ունե զրկվում, առնվազն այդ ցանկը, որ կա, առնվազն $1 միլիարդ ունեցվածքի մասին է խոսքը, որը սա գխելի եւ ոչ մի եվրադատարան հետ չի բերի դա, որովհետեւ ինչ բանը եվրադատարանն ինչ է, դա Եվրամիության դատարանն է, Եվրոպայի միացյալ Եվրոպայի խուլիգան եւ հանցավոր քաղաքական որոշումները օրինականացնող կառույց է։ Դրանից լավ բան Ծառուկյանը չի տեսնի երբեք եւ անօգուտ է անգամ դիմել է։ Ինչ վերաբերում է Թևանյան Անդոյին, գիտեք, ինքը ներկայանում է հանրությանը որպես քաղաքագետ, բայց ես չեմ կարծում նա քաղաքագետ է, կամ եթե քաղաքագետ է, ուրեմն նամուսի բարոյականության հետ խնդիր ունի, որովհետև քաղաքագետը չի կարող չիմանալ իր բանը անգլոսաքսը, իր բանը անգլոսաքսի տեսլականը մեր տարածաշրջանի վերաբերյալ։ Եվ երբ ինքը ողջունում էր Փաշինյան Նիկոլի իշխանության գալը, տարիներ շարունակ պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ իր 7 օրով եւ իր ողջ մյուս ռեսուրսներով, ինքը չէր կարող չիմանալ ինչ չարի կա Փաշինյան Նիկոլը։ Դա էշին էլ ապար, որ եթե արևմուտքը մեկին իշխանությանաբերում Հայաստանում Թավշյա Ոյբորնի հեղափոխությամբ, պարզապ այդ մեկը կատարի արևմտյան օրակարգ։ Իսկ արևմտյան օրակարգը որն էր, առաջինը Արցախի վերադարձը հայրենի Ադրբեջան, հայ առաքելական եկեղեցու ոչնչացումը, Սյունիքի օտարումը, Թուրանը, որը կնպաստի Սյունիքի օտարումը։ Այսինքն, գիտեք, 10-վարորդ այդ բանը չիմանա, բան չունենք ասելու։ Այն նախիրը, որը սրան ձայն է տալիս, էլի բան չի, դեռ մարդիկ պարտավոր չեն գիրք կարդալ։ Նրանք պարտավոր չեն մաքինդեր իմանալ, աշխարհակահաղականությունից հասկանալ, բայց Թևանյան Անդոն լինելով հանդիսանալով քաղաքագետ, նա պարտավոր էր այս ամեն ինչն իմանալ։ Պարտավոր էր։ Այդ կներեք էլի շատ քչերի աչքի լուսն է Սերժ Սարգսյանը, բայց դե գիտակ մարդիկ գիտե ինչ է, Սերժից ազատվել է ինչի կհանգեցնի։ Հանգեցրեց նրան, ինչի չէր կարող չհանգեցնել։ Եվ այսօր չունենք եկեղեցի, վաղը չենք այսօր չունենք Արցախ, վաղը չենք ունենա եկեղեցի, այսինքն ինքնությունից կզրկվենք, կդառնանք զիբիլ, Սյունիքի հարցը արդեն լուծված է Թրիկով, եւ նույն եթե դա իհարկե իրականություն դառնա, այնտեղ կմնա Սևանը, Իռևանը, դե դա է կտանենք, բրսենք։ Հա, ծանր բան է կյանքը, ծանր է։ Հիմա թե Թևանյան Անդոն, թե Ծառուկյանը պետք է նստեն մոմ վառեն Սամվել Կարապետյանի համար, որ երկրի նորմալ ուժերը համախմբվեն նրա գլխավորությամբ, մի քանի օրով թքեն ամերիկյան դեսպանի վրա եւ ընդհանրապես անձամբ Թրամփի կնգա վրա եւ այս չարիքից մեզ ազատեն։ Հակառակ դեպքում ամեն ինչ կընթանանես ոնց որ Փաշինյան Նիկոլը խոստացավ հասին կակակ ասեն։ Այժմ մի հայկական բարուրի սրտից խոսեմ ռուս-թուրքական դաշինքի մասին։
ռուս-թուրքական դաշինքի մասին խոսեմ, որը մեր հայ արևմտականների ամենասիրած եւ երկու մերիբերում կանեմ, ուրեմն ինչ է ասում Վլադիմիր Պուտինը այս տարվա հունիսի 17-ին. Отношения между нашими странами, Турция и Масинахосом, отношения между нашими странами развиваются по восходящей. Мы этому очень рады. Наши контакты давно перестали быть чисто формальными. Они действительно носят такой дружеский характер, наполняются все новым и новым содержанием. И в значительной степени и прежде всего благодаря позиции, которую занимает президент Турецкой Республики господин Эрдоган. Սա ասում է Պուտինը 29 օր առաջ։ Ինչ է ասում Էֆենդին 8 օր առաջ, հուլիսի 8-ին։ Ուրեմն Էրդողան Էֆենդին ասում է. Я заявляю о своей поддержке инициативы по составлению списка приоритетных потребностей Украины. Мы будем продолжать наш вклад в дополнение к военной поддержке, которую мы оказали Украине из нашего собственного национального арсенала. Поддерживая Украину, мы используем наши каналы коммуникации, чтобы направить Россию на путь мира. Диссонанс կա, չէ՞։ Այն մեկն ասում է աղբերներ ենք, բան ենք, ես կոմենք ում Հայրիկյան նկարշար կասել դալ է ռուս-թուրքական դաշինքը գործում է, էլի։ Իսկ այն ժանորդին ինչ է ասում։ Իրականում ինչ է կատարվում։ Իրականում մեզ համար շատ լավ բան է կատարվում։ Պուտինի խոսքը եւ նրա արձագանքը, հա, դա ակի Պուտինի խոսքը դա ձիդոյի պրիոմ է։ Ձիդոյի հնարք է։ Ձիդոյիսն ինչ է անում։ Ձիդոյիսը շատ փափուկ, շատ մեղ խոսում է հակառակորդին հնարավորինս իրեն մոտ պահել, որ հետո պահը գտնի վիզը պոկի։ Ձիդոյիսը բան չի էլի, որ հենի ասի, յա Էրդողան տղա, ինչ-որ Թրամփն ասում, ջարդեն, փեշրեն, դու չէ, նա շատ մոտ է բերում այդ էշին, մոտեցնում, ահա։ Սա շատ լավ է, որքան լավեն Ռուսաստանի և թուրքերի հարաբերությունները, այդքան լավ մեզ համար։ Առայժմ Պուտինը ասեմ, որ այս վերջի 20 տարիների ընթացքում Պուտինին հաջողվեց թուրքական տնտեսությունը հսկայական կախման մեջ գցելով Ռուսաստանից։ Հսկայական։ Այսօր առանց ռուսական գազի, իսկ Թուրքիան արդեն նաև գազային հաբ է դարձել Ռուսաստանի համար, փող է աշխատում։ Թուրքական արդյունաբերության գոյությունը պատկերացնել հնարավոր չէ։ Չի արդյունաբերության ողջ էկոնոմիկայի։ 20 տարի առաջ տես չէր, տես կախվածություն չկար։ Հիմա դա Ռուսաստանի համար դա պլյուս է թե մինուս, իհարկե պլյուս է։ Ամեն րոպե վինտիլը կարելի է փակել, չէ։ Պլյուս ատոմակայանն են ռուսները կառուցում։ Այսինքն թուրքերը ակամայից Պուտինի այսքան քուշ խոսքերին հավատալով վստահելով գնացին կամավոր հսկայական կախման մեջ ընկան Ռուսաստանից։ Ու սկսեցին հաբրկել։ Աստրխանն ու Կազանը արդեն դարձել են թուրքական քաղաքներ։ Երբևէ պատմության մեջ բան չի եղել, նրանք երբեք մեր պետության մեջ չեն ապրել։ Թուրքիան իրեն արդեն զգում է թուրքական աշխարհի եւ մամա, եւ պապա, եւ անգամ քերակի։ Արդեն լկտիաբար խոսում են, պատմագրությունն են կեղծում, շատ լուրջ են կեղծում պատմագրությունը, ու իհարկե ոչ Ալիև Էֆենդու պես։ Դե թուրքերը սեստենենց իրենց պատմություն ունեն, չէ, 1299 թվականից գոյություն ունի Օսմանյան կայսրությունը, որը մի պահ վերացավ, մեր կողմից շատ հարգված Թամերլանը վերացրեց այդ պետությունը, 40 մասի բաժանեց, դա 1402 թվականներ, հետո հայերի բախտից Թամերլանը քիչ ապրեց, մի քանի տարուց մահացավ, եւ մի քանի տաղանդավոր սուլթանի շնորհիվ Օսմանյան կայսրությունը վերականգնվեց։ Ինչևէ, ինչ եմ ուզում ասել։
հիանալի ժամանակներ են մոտենում հայ ժողովրդի համար։ Ռուս-թուրքական հակասությունները մի օր կբռնկվեն եւ նենց պայթուն տեղի կունենա, որ այս ուկրաինական պատերազմը դա ինչ-որ ցավ երեխեքի գրվի կնմանվի։ Դա իհարկե ըստ ամենայնի տեղի կունենա ուկրաինական պատերազմից հետո, թեպետ եթե շատ հաբուրգեն Ալիև, Էրդողան, Տոկաև Էֆենդիները կարող է ավելի շուտ։ Ռուսաստանը պատմական փորձ ունի 2-3 ֆրոնտով կրվել միշտ։ 12 թվի եւ Նապոլեոն կար եւ ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմը։ 77-78 թվերի պատերազմը, ելի եվրոպական ֆրոնտ կար եւ Կովկասյան ֆրոնտ։ Ղրիմի պատերազմը 53-56 թվականին ելի երկու ֆրոնտ էր։ Թուրքերը առաջի անգամ այդ ժամանակ զրկվեցին Կարսից, Աղավանից, շատ բաներից։ Այսինքն ծայրայի դեպքում ռուսները դրա այդ քայլին է կգնան։ Այդ երկիրը ունի այդքան պոտենցիալ, մանավանդ Ստալինը նրանցնեց մի ռազմական էկոնոմիկա, ժառանգություն թողեց, որ կարելի է 4 ֆրոնտով է կրվել։ Ինչևէ հայերի համար չափազանց բարենպաստ ժամանակներ են մոտենում։ Ուղղակի ողբերգությունն այն է, որ հենց այս պատմական պահին, պատմական ռևանշի պահին իշխանությունը շարունակում են վայելել գրանտակիրները, այսինքն հայ ժողովրդի թշնամիները, 1000 անգամ ասել եմ, 10,000 անգամ եք ասեմ ու չեմ հոգնի, որ գրանտակիրը դա մարդ չի, գրանտակիրը չունի սեր, գրանտակիրը չունի սեռական օրիենտացիա, գրանտակիրը չունի ազգություն, գրանտակիրը զուրկ է բարոյականությունից, չունի նաև կրոն։ Գրանտակիրին փողը ով տվեց, ինչ պատվեց, նա դա հայել կանի։ Պետք եղավ հայրենիքն է 40 մասի կբաժանի վաճառը, ինչը մենք տեսնում ենք այսօր Հայաստանում։ Եվ այդ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ Ադրբեջանը հատկապես արդեն այն տրենդում է հայտնվել, որ ինքը հետդարձ ճանապարհ չունի։ Ադրբեջանը վերջնականապես վերադարձել է, ինչպես ասենք, մորփորը, հա, եկել է թուրքական աշխարհը, դարձել է հայտնվել է թուրքական, Թուրքիայի Հանրապետության քաղաքականության ֆարվատերում, դե իսկ Թուրքիան է դա ինչա արդեն գիտենք, դա անգլոսաքսերի դարավոր ստրատեգիական դաշնակիցն է։ Իսկ Ռուսաստանը ինչ վիճակում է հայտնվել։ Ռուսաստանը հետդարձի տեղ չունի, Ռուսաստանը հետդարձի տեղ չունի։ Կամ Ռուսաստանը կկործանի, Սերգեյ Կուրոնյանն էլ է ասում, կամ Ռուսաստանը կկործանի թուրքական աշխարհը, թուրքական միասնությունը, բոլոր թուրքական պետություններով, կվերադարձնի իր քաղաքակրթական ժառանգությունը, Բոսֆորն ու Դարդանելը, պլյուս Պոլիսը, կամ Ռուսաստան գոյություն չի ունենա։ Հիմա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը չի կարող գոյություն չունենալ, եւ դրա համար ինքը ունի բոլոր հնարավորությունները, իսկ թուրքական աշխարհին թե ոնց անգլոսաքսերը տեր կլինեն, տեր կկանգնեն, մենք տեսնում ենք Ուկրաինայի օրինակով, ընդամենը երկարացնում են այդ խերբանդերականների ագոնիան։ Ի վիճակի չեն դադարեցնել սպանդը, այդքան դուխ չունեն, ինքնուրույն իրենք էլ մտնեն պատերազմի մեջ, որովհետև գիտեն ինչ որ դա նրանց համար կավարտվի։ Հիմա ինչ անենք, հիմա պետք է հուսալ, որ շատ շուտ այս գրանտակիրների, այս հակազգային ռեժիմից կազատվենք, ազգային իշխանություն կգա, որը հնարավորինս, ինչքան որ հնարավոր է ռացիոնալիզմի սահմաններում, բազմավեկտոր չի լինի եւ չի անի, կմտնի Ռուսաստանի թևի տակ եւ որպես արդեն սուբյեկտ աշխարհաքաղաքական կմասնակցի աշխարհաքաղաքական զարգացումների եւ կատակլիզմների բոլոր էպիզոդներում, որոնք առնչություն կունենան Հայաստանի հետ
եւ վերջապես մենք կարողանանք վերականգնել պատմական արդարությունը։ Ինչա պետք դրա համար տարական ուղեղապետ պետք է գիտակցել ինչ բան է անգլոսաքսի, ինչ բան է անգլոսաքսի տեսլականը մեր տարածաշրջանի հանդեպ, պետք է հրճակել, չեմ ասում բարձրաձայն, պատերազմ հայտարարել պետք է հանրային գիտակցության մեջ, իսկ հանրային գիտակցությունը դա պատմական process-ի հոգևոր կողմն է, պետք է ամրագրել հանրային գիտակցության մեջ, որ անգլոսաքսը մեր թշնամին է, մեր մեռնելն է ուզում, մեր պետության վերջն է ուզում, մենք անգլոսաքսերին այսուհետ կդիտարկենք որպես թշնամի եւ ըստ այդմ կվարվենք եւ Ռուսաստանի հետ կփորձենք վերադարձնել մեր կորուստները։ Առայժմ այսքանը, կհանդիպենք շատ շուտով, ելի հիշեցնեմ մշտական խնդրանքս, բաժանորդագրվեք իմ տելեգրամյան եւ յութուբյան ալիքներին, մեկնաբանություններ գրեք, երբեմն ես արձագանքում եմ։ Եթե հարցեր կլինեն, հաճույքով կպատասխանեմ։ Ինչևէ, լավ մնացեք, կհանդիպենք։